Բարի առավոտ, հարգելի հեռուստադիտող։ Բարի լույսը սկսում է իր աշխատանքը Կոտայք TV-ի եթերում։ Մենք լավ տրամադրության հետ մեկտեղ ձեզ այսօր փոխանցելու ենք լավ ինֆորմացիաներ, խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից եւ ունենալու ենք նաեւ շատ հետաքրքիր հյուր։ Եվ վստահ եմ, որ մեր փոխանցած դրական ինֆորմացիաները, լավ տրամադրությունը փոխանցվելու է նաեւ ձեզ եւ այն ուղեկցելու է ձեզ ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ լավ առավոտ ունենալու կարևոր, գլխավոր գերնպատակներից մեկը նաեւ գրավականներից մեկը նաև առողջ սնվելն է։ Իսկ դրա համար մենք այսօր առավոտը սկսելու ենք օգտակար խորհուրդներով եւ միասին խոսելու ենք մի անուշահամ մրգից, դա ծիրանն է։ Ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու, նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում առկա են նաև B խմբի վիտամիններ A, C, E եւ այլ վիտամիններ։ Այն բարերար ազդեցություն ունի արյան հեմոգլոբինի մակարդակի վրա, ամրացնում է իմունիտետը, լավացնում է տեսողությունը։ Ծիրանը օգտագործում են նաև վահանաձև գեղձի ու սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում է օրգանիզմը, ամրացնում է ոսկորներն ու պայքարում է ծերացման դեմ։ Ծիրանը կարող է համարվել նաև շարժիչ ուժ ուղեղի աշխատանքի համար։ Այն լավացնում է հիշողությունը եւ օգտակար է հատկապես մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց համար։ Ծիրանը նպաստում է նաև ավելորդ կիլոգրամներից եւ այն կարող է օգտագործել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ չրի տեսքով, չորացած վիճակում։ Այն համարվում է բնական ու լուծողական, բարերար ազդեցություն է գործում գալարակծկումների համար։ Պտուղը արագացնում է նաև նյութափոխանակությունը։ Մեծ քանակությամբ հեղուկի շնորհիվ, ինչպես եւ ցանկացած միրգ կամ բաժարեղեն, ծիրանը նույնպես ունի հակացություններ։ Օրինակ, շաքարային դիաբետ ունեցող մարդկանց այն խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել։ Այն չի կարիք չարաշահել նաեւ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց։ Ծիրանը նաեւ ալերգիկ է, այն կարող է վքնածություն, քոր, հազ ու մի շարք այլ ախտանիշներով արտահայտվել։ Ավելին, ծիրանի կորիզի մեջ կա թունավոր թթու։ Եվ այն մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է հանգեցնել թունավորման։ Սիրելի հեռուստադիտողներ եւ մեր լավ ու դրական տրամադրությունը առավոտյան պահպանելու համար հիմա առաջարկում եմ ընդմիջենք, լսենք հաճելի երաժշտություն, որից հետո արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Դե բարի լույս եմ աղթում նրանց, ովքեր նոր են արթնացել, միացել են մեզ։ Մեր հյուրը արդեն տաղավարում է եւ ես սիրով ներկայացնում եմ նրան։ Նա մի մարդ է, ով հայ իրականության, բնության, մարդու ապրումների խորքերը կարողանում է վարպետորեն փոխանցել մի կադրի միջոցով։ Եվ դա իհարկե լուսանկարիչ Վիգեն Մնոյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Եվ մեր զրույցը սովորաբար սկսում ենք ավանդական հարցով, մեր հյուրերին տալիս ենք այդ հարցը, որպես լուսանկարիչ ինչպես է սկսվում ձեր օրը, ձեր առավոտը։ Քանի որ այդ որ նշեցիք որպես լուսանկարիչ շատ տարբեր է կարող սկսել։ Այսինքն կարող է առավոտյան շատ շուտ սկսել նկարահանումով, կարող է սկսել գնալ կոմպյուտերի դեմ նստել առաջվա օրվա նկարների հետ մշակելու նմանատիպ։ Իսկ սովորաբար արվեստագետների առավոտները տարբերվում են մեր սովորական լուսանկարիչներինը կարող են տարբերվել այն առումով, որ եթե շատ առավոտյան շուտ առավոտվա ռեժիմ կոչվածով պիտի նկարանման գնաս, շուտ պիտի զարթնես, եթե չէ, սովորաբար տենց գաղափար կա, որ արվեստագետները ուշ են քնի զարթնում, բայց լուսանկարիչներին դա չի վերաբերվում։ Եթե պետք է առավոտ շուտ զարթնել նկարման գնալ, ուրեմն պետք է շուտ զարթնես։ Նաև լուսանկարչությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է, մի փոքր ուզում եմ հետ գնանք, խոսենք ձեր անցած ուղու մասին, ինչը ձեզ մղեց եւ ինչը հետաքրքրություն առաջացրեց, որ ընտրեցիք այս մասնագիտությունը։ Երեխա ժամանակ լուսանկարել եմ, բայց երբեք չէի մտածում, որ կարող է դա ինձ ինչ որ հետաքրքրություն էր, հոբի էր, բայց շատ խորացած չէր, այսինքն երբեք մտքովս չեն անցնում, առավել եւս այդ 90-ականների մոտ 8 տարիներ եկան ու չէի մտածում, որ կարող է այդ մասնագիտությամբ ընտրեմ, այդ մասնագիտությունը ընտրեմ, շարունակեմ, բայց ոլորտը միշտ հետաքրքիր էր,
կինո, հեռուստատեսություն, ֆոտո ու տենց ստացվեց, որ օպերատորության մասնագիտություն ընտրեցի, բայց մնացի լուսանկարչության մեջ։ Նաև շատ հաճախ սովորական մարդիկ մենք, երբ որ անցնում ենք ինչ-որ բաներ կարող ենք չնկատել, բայց լուսանկարիչը դա նկատում է, ֆիքսում է տեսախցիկով, դուք ապրում եք կարծես երկու իրականության մեջ, սովորական անցորդ եւ հենց լուսանկարիչ, որ կյանքն է դες ավելի շատ հետաքրքրում, առօրյան թե ինչ որ մնում է կադրի մեջ։ Լուսանկարչությունը իհարկե դա արտահայտամիջոց է, այսինքն դա այն իրականությունն է, որը մենք ենք ներկայացնում ու բնավ կապ չունի իրականության հետ, բայց կտրված էլ չեմ էլ կյանքից սովորաբար, այսինքն երկուսն էլ միշտ կան, դա կախված է իրավիճակից ավելի շատ։ Իսկ ինչպես եք ընտրում, թե որ պահը պետք է ֆիքսեք, ինչ է նկարեք, դուք եք ընտրում, թե իրանք են ձեզ ընտրում պատկերները։ Դա երկար անցած ճանապարհ է, դա կարդացած գրքեր են, դա լսած երաժշտություն է, այդ գաղափար կա լուսանկարչության մեջ պահը բռնացնել, հա, այդ պահին նկարելը, այդ պահը իրականում ես երկար տարիների փորձից ելնելով եկել եմ հասել եմ նրան, որ այդ պահը նշանակում է քո անցած ճանապարհը, քո կարդացած գրքերը, քո լսած երաժշտությունը, այն բագաժ կոչվածը, հա, որը որ կուտակվում է մարդու մոտ։ Այսինքն այդտեղ դժվար է ասել, երևի ենթագիտակցությունն է շատ բաներին ուղղում, ինչ որ բաներ գիտակցությունը, ինչ որ բաներ էլ իրանք են քաշում, ասում են արի ինձ նկարի։ Իսկ ձեր կարծիքով, որ տարիների փորձ է հարկավոր, ամեն ինչը օգնում են զարգացնելու գրքերը, երաժշտությունը, այլ լավ լուսանկարիչ դառնալու համար կարևոր քայլը որն է, միայն լավ տեսախցիկ ունենալով կարող ենք համարել, որ լավ լուսանկարիչ։ Բնականաբար, ես ունեմ ծանոթ շատ լավ լուսանկարիչներ, որոնք նկարում են բավականին հին այսօրվա համար, բավականին հին ֆոտոխցիկներով, բայց դա չի խանգարում իրանց միջազգային հարթակներում հանդես գալ։ Տեսախցիկը ընդամենը գործիք է, որը կարող է մի քիչ հեշտացնել աշխատանքդ, ընդամենը։ Այդ իմ ասածն է շատ կարևոր, այսինքն կրթվել է երեխա ժամանակվանից, իմ ժամանակը կրթվելը միշտ է եղել ակտուալ, նորաձև չի եղել, բայց եթե մարդ ուզում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալ, դրա համար կարելի է ընդամենը սովորել։ Եթե ուզում է դառնալ տարբերվող հետաքրքիր լուսանկարիչ, դրանք տարբեր բաներ են, դրա համար պետք է անցնել ճանապարհ, պետք է ինքնակրթվել եւ նմանատիպ ուրիշ բաներ։ Նաեւ ինչպես կգնահատեք այսօրվա ոլորտը լուսանկարչության Հայաստանում, քանի որ եւ հիմա շատ են սովորեցնում եւ նաեւ շատ են լուսանկարիչները, որքանով է զարգացած այս ոլորտը մեր երկրում։ Աշխարհում ընդհանրապես այդ տենդենսը ինքը դարավ ավելի հասանելի, դրա հետ կապված ունի նաև խնդիրներ բնականաբար, որտեղ մարդ, որը որ ձեր ասացին նման լավ ֆոտոխցիկա գնում, կարող է իրան անվանել լուսանկարիչ, որոշակի պատկերներ ստանա ու համարի, որ իր անկերներն էլ բարեկամներն են, մաման իր ասի ինչ լավ լուսանկար ես արել ու ինքը ասի վերջ ես լուսանկարիչ եմ։ Այդտեղ ավարտն է գալիս, որովհետև ինքը անդադար աշխատանք է, ինքը անդադար առաջ գնալու տեղ ունի ու ոլորտը համ լավ, համ վատ կարող եմ այդ առումով ասել, հա, կարող եմ խորհուրդ տալ փորձից տարիների ելնելով, թույլ տամ ինձ խորհուրդ տալ, որ պետք է անընդհատ կանգ չառնել տեղում չդոփել ու դրանից ելնելով կհասնենք լավ բաների, իսկ մենք ունենք շատ լավ լուսանկարիչներ եւ բնականաբար ոնց որ բոլոր ոլորտում ունենք ուղակի լուսանկարիչներ։ Իսկ յուրաքանչյուր ով որ ցանկանում է կարող է սովորել, թե նաեւ հատուկ տաղանդ է պետք, օրինակ հենց գեղանկարչության մեջ պետք է ունենաս Չէ, պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու համար ընդհանրապես շատ բաներ պետք չի, այսինքն դու կարող ես լինել որոշակի մակարդակի պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որը լինի արհեստ քո համար, ոչ թե արվեստ, հա, դու նկարես շատ կոնկրետ բաներ սովորես նկարելու ու այդ կոնկրետ բաները անես։ Գումար վաստակես դրանով, որոշակի քո համար հոգևոր բավարարություն նաև ստանաս, բայց կարող ես չլինել շատ տաղանդավոր ու այնց շատ հետաքրքիր լուսանկարիչ, բայց դա չխանգարի քեզ գումար վաստակել, չխանգարի քեզ քո սիրած մասնագիտությամբ։ Բնականաբար բոլորը չեն կարող տաղանդավոր լինել, բոլորը չեն կարող
տարբերվող լինել, դա հնարավոր չի, բայց ես ինքս լուսանկարչություն դասավանդում եմ ու բազմաթիվ ինձ այդ հարցը տալիս են գալուց մոտ սովորելու, ես ասում եմ նայած ձեր ցանկությունը ինչն է, դուք ուզում եք, եթե ուզում եք լինեք պրոֆեսիոնալ լուսանկարիչ, պետք է եւ շատ կարևոր բան կարող եմ ասել, երբեք չես իմանա այդ քո ուսանողներից, որը մինչեւ վերջ չհասնի, չես իմանա, որն է իրանցից, որտեղ մարդու մոտ կարող է այդ պահի տակ, այսինքն մարդիկ չեն գալիս լուսանկարչություն սովորելու արդեն որոշակի բաներ իմանալով, հա, հիմնականում գալիս են 0-ից, ու դու չգիտես որտեղից իրա մոտ կարող է այդ բանը զարթնի։ Եթե գեղանկարչությունը տեխնիկական լուծումները ժամանակ է պահանջում ավելի շատ, այսօր լուսանկարչությունում դա կարճացել է այդ ժամանակը եւ եթե միտքդ լավ է աշխատում, կարճ ժամանակում տեխնիկական մասերն էլ տիրապետելով կարող ես որոշակի արդյունքների հասնել։ Նու բնականաբար այդ կարճը մի ամիս, մի շաբաթ չի լինում, էլի, այդքանը չի։ Դուք նաև ասեցիք սովորեցնում եք, ինչով է տարբերվում դուք երբ որ ձեզ համար եք աշխատում եւ նաև սովորացնում եք, հեշտ է տեսնելու արվեստ, այսպես ասած, սովորացնել աշակերտներին։ Դե քանի որ ես դրանով զբաղվում 2008 թվականից, կարող եմ ասել, որ ինքը բնականաբար հեշտ չի, շատ բարդ աշխատանք է, ու մինչև դու չես սկսում դասավանդելը, դու չես հասկանում ինչքան բարդ է դա անելը, բայց քանի որ 2008 թվականից ոնց որ ասացի դրանով զբաղվում եմ, ինքը մեծ բարդություններ իրանից արդեն իմ համար չի ներկայացնում, բայց նորից, հա, ես անընդհատ տեղել կատարելագործում եմ, անընդհատ նոր բաներ եմ ինքս ուսումնասիրում, ինքս վերլուծում, հա, ինքս հասկանում եւ դա փորձում փոխանցել նաեւ իմ ուսանողներին։ Այս շատ հաճախ նաեւ ուսուցիչներն են սովորում ինչ-որ բաներ աշակերտներից։ Դուք ինչ-որ բաներ վերցնում, սովորում եք նրանցից։ Քանի որ մեր մոտ կարճ կուրսեր են, դա իրականում երկարատև process է, էլի, բայց բնականաբար ես ոնց որ եւ նշեցի, մի մասը աշակերտներից, մի մասը ինքս ինձանից, հա, իմ ճանապարհով անցած, մի մասը ինչ որ տարբեր տեղերից ինչ որ բաներ հասկանալով, մեկը դու անընդհատ ինքնակրթվելը շատ կարեւոր բան է ու անդադար process է։ Ես ինքնակրթվելը պետք է լինի նորաձև, ոչ թե մարդը ինքը իրանով պետք է կրթվի, մարդը ինքը իրանով պետք է ինչ-որ բաների հասնի, հա, ու շատ կարևոր է նաև ընտրել ճիշտ դասատուի, շատ կարևոր է, երբ որ դու հասկանաս, որ դասատուն այդ ոլորտում քեզանից շատ գիտի, ոչ թե դու գնաս մի մարդու մոտ, որը ընդհանրապես տենց բան է, արտաքին պատկեր է ու մեջից ոչ մի բան չկա։ Ինչը պետք է հաշվի առնել հիմնականում։ Իր անցած ճանապարհը, իր արած աշխատանքը, ամենակարևորը տեսնես ինքը ինչա արել։ Եթե մարդ ինչ-որ մի բան ուզում է սովորեցնել, որ իր աշխատանքում չի երևում, այսինքն դու տեսնում ես, որ ինքը դա չի կարողանում անի ինքը, այդ մարդուց ինչ սովորես։ Նաև դուք ձեր մասնագիտական ուղու մեջ շատ հաճախ հանրահայտ մարդկանց հետ եք աշխատել, դա ձեր պրակտիկայում ավելի օգնել է, թե խանգարել է, քանի որ մարդու հետ աշխատանքը մի քիչ այլ պահանջներ ունի եւ այլ բարդություններ ունի, քան բնության հետ աշխատելը օրինակ։ Չէ, դա ընդհանրապես ոչ է լուսանկարչական, մեկի համար նայած ով ինչն է ավելի հոգեհարազատ, հա, ինձ պորտրետը այդ դեպքում ավելի հոգեհարազատ է, չնայած նույն բնապատկերն էլ բավական սիրում եմ զբաղվել դրանով, բայց դիմանկարը երևի իմ աշխատանքների մեջ տարածվածն է, ամենաշատ հանդիպողն է, երբեք ոչ մի բան չի առաջացրել իմ մոտ, դա էլ ուրիշ բան է, մասա ձև է, ուրիշ ընկալում է, ուրիշ հոգեբանական մի հատ հետաքրքիր աշխատանք է, երբեք դժվարությունների չեմ հանդիպել։ Նաև շատ լուսանկարիչներ մտածում են, որ պետք է մասնագետը, արվեստագետը հարմարվի ժամանակակից պահանջներին։ Ձեր կարծիքով պետք է հարմարվի, թե պետք է ինքը իր ուղու մեջ կայուն մնա։ Նայած ինչ բանը հետապնդում, հա, եթե դու ուզում ես այսօր լինես նորաձև, բայց վաղը արդեն լինելու ես անհետաքրքիր, այդ տրենդերին կարող ես տրվել։ Եթե դու պատկերացնում ես, որ երկարաժամկետ է քո այդ մասնագիտականը, քո անելիքը, ուրեմն պետք է անես ինչ-որ որոշակի տրենդերի բաներին իհարկե ոչ թե հարմարվելով, այլ օգտագործելով դրանք։ Բայց մենակ տրենդին տրվելը, մենակ այդ նորաձևին տրվելը նշանակում է վաղը դուրս մնալ դրանից, որտեղ եթե դու մի բանի մեջ
լավ էս մյուսի մեջ չէ, դա շատ շուտ բրծնելու է, ավարտվելու է շուտ։ Նաև տրենդներից, երբ որ խոսում ենք, արհեստական բանականությունը մեծ զարգացում է ապրում հիմա եւ կարծես մի քանի վայրկյանում ինչ լուսանկար, ինչ պատկեր ցանկանում ենք, մենք կարողանում ենք ստանալ։ Ձեր կարծիքով կարող է տարիների ընթացքում անգամ լուսանկարչությունը այլևս ակտուալ չլինի, քանի որ արհեստական բանականությամբ դուք կարողանես ամեն ինչ ստեղծել, կարծես։ Ամբողջովին չէ իհարկե, որոշակի բաներ կարող է, բայց նայեք լուսանկարչության շատ կարևոր երկու հատ կոմպոնենտ ունի, հա։ Մեկը իր խրոնոլոգիան, այսինքն պատմությունը։ Երկրորդը հույզը, զգացմունքները։ Այդ երկուսն էլ չի կարող փոխանցել, հա, այդ երկուսն էլ մարդը պետք է անի։ Հիմա եթե դրանից զատ ուրիշ բան ես անում, հնարավոր է, որ փոխարինի։ Բայց պատմական պահը, դե ինչ պետք է պատմես, թե ինչ ա եղել, ասենք, չգիտեմ, ինչ որ մի հատ իրադարձություն է տեղի ունեցել, դու պետք է գնաս պատմես այս իրադարձության մասին ինքը փոխանցի, դա չի ստացվի։ Դու քո լուսանկարի միջոցով որոշակի վերաբերմունք ես ցույց տալ։ Այդ վերաբերմունքը ոնց ես պատմելու ու այդ արհեստական բանականությունը ոնց է այդ վերաբերմունքը արտահայտելու, հա։ Այսօր որ նայում ես այդ ստեղծած պատկերներին, իրանք դեն շատ սիրունիկ, բայց բան են էլի անշունչ են, հիմա վաղը ինչ կլինի, ինչ որ բաներ բնականաբար կվերցնի իր վրա, հա, բայց չեմ կարծում որ ամբողջովին կփոխարինի։ Այ արհեստական բանականությամբ ստեղծված նկարները երբեմն լինում են անշուչ, բայց երբեմն չէ, սովորաբար տենց է լինում են։ Բայց նաև կան, երբ որ մարդիկ գնում են լուսանկարիչների մոտ նկարվում են եւ այնքան էլի անշունչ է լինում։ Այո, անշունչ է լինում եւ շատ այսպես ասած Photoshop արված նկարներ են, որ գրեթե չեն տարբերվում բնականից։ Այ դուք կողմ եք թե դեմ եք այդ շատ մշակումներին, թե թողնում եք որ բնական։ Չէ, որոշակ, նայեք, սա կախված է ժանրից, եթե դա պավիլյոնային, հա, ստուդիային լուսանկարությունը ինքը բնականաբար որոշակի մշակումներ պահանջում է ժանրից ելնելով, որովհետև դա միշտ է եղել, այն ժապավենային, այն հին ժամ։ Իմ վարպետը Թիֆլիզում, ասենք, երևի դա եղել է 30-ականների վերջ 40-ականներին, ինքը աշխատել է ռետուշ անող, այսինքն ժապավենի վրա ռետուշ են արել։ Այդ այն ժամանակ էլ է եղել։ Բնականաբար դա պետք է արվի նենց, որ այդ մարդը լինի մարդ, ոչ թե տիկնիկ դառնա բանից։ Որը որ հիմա։ Հա, դե այդ խնդիրը համատարած դա պլաստիկ վիրաբույժների մոտ է այդ նույն բանի առնչվել, հա, գալիս լուսանկարիչների մոտ, այսինքն միանման լինելու։ Ես փորձում եմ իմ ուսանողներին սովորեցնել, որ պետք է լինել տարբերվող ու հետաքրքիր։ Եթե դու լինում ես մնացածի նման, ինչի պետք է քեզ ընտրեն։ Հա, արա նենց բան, որը որ դու ես, այդ նենց բանն էլ այսօր դարել է ոչ շատ տրենդերի մեջ մտնելը, ոչ այդ տեսակի լուսանկար, այսինքն դիմանկարն էլ ինքը իրանով ենթադրում է մարդու մասին պատմություն։ Հիմա եթե այդ աղջիկը եկել է ու ինքը ուզում է ընդամենը բան լինի, պլակատ լինի, ոչ թե մարդ լինի, դա իր որոշումն է, բայց լուսանկարիչ պետք է փորձի մարդուն ցույց տալ։ Ու բնականաբար քիչ մշակումներով, ճիշտ մշակումով, որը որ շատ ավելի հաճելի ու մաքուր պատկեր է տալիս, քան թե այդ հեշտ ու լղոզած պատկերները։ Նաև շատ արվեստագետներ ցանկանում են տարբերվել եւ իրենց աշխատանքներով ինչ որ մեսիջ փոխանցել։ Այդ դուք ձեր աշխատանքներում ինչ եք ցանկանում մարդկությանը փոխանցել, ինչ մեսիջ։ Այդ կախված է աշխատանքից, կախված է օրվանից, կախված է քո արածից, հա։ Յուրաքանչյուր մարդ, ով որ փորձում է արվեստով զբաղվել, ով որ կարծում է, որ ինքը արվեստով է զբաղվում, ինքը պետք է ասելիք ունենա, պետք է բան ասի։ Այդ ասելիքը օրվա ասելիքն է։ Այսինքն դու այդ օրը ինչ ես մտածում, այդ ամիս ինչ ես մտածում, այդ տարի ինչ ես մտածում, ինչի մասին ես խոսում, եւ շատ կարեւոր է նաեւ լուսանկարչության մեջ նախագծային բաներ, այսինքն ինչի մասին ես դու ուզում պատմես։ Իսկ դեր այդքան տարիների ընթացքում, երբ որ աշխատել եք, ունեք մի լուսանկար, որը տարբերվում է եւ ձեզ համար շատ հոգեհարազատ է։ Հա, ունեմ տենց մի քանի լուսանկար ունեմ տենց, ուղղակի լուսանկարի մասին պատմելը շատ անշնորհակալ գործ է, դրա համար հիմա պատմել դժվար կլինի, բայց դա ոչ դիմանկար է, ունեմ դիմանկարների շարքեր, որը շատ կարևորում եմ, հա, ունեմ գիրք, ասենք մեր արվեստի ավագ սերնդի արվեստի ներկայացուցիչների մասին, որոնց մեծ մասը արդեն
մեր հետ չեն, օրինակ այդ գործը շատ կարևորում եմ իմ համար։ Ունեմ առանձին լուսանկարներ, որոնք շատ կարևորում եմ, հա, շատ բան եմ վերաբերվում այդ լուսանկարներին։ Իսկ կան նախագծեր, որ այդ ուղղությամբ դեռ չեք աշխատել եւ նոր ցանկանում եք արդեն նաեւ այդ ուղղությամբ աշխատել, ոլորտներ, որ չեք լուսանկարել։ Անպայման իհարկե, դա անդադար process է, մտքիս մեջ անընդհատ պատտվում են նոր նախագծերը։ Ես սոցիալական նախագծերի մեջ շարքեր եմ ունեցել, շատ հիմա մենք ունենք դրա մեծ խնդրեմ ունենք դրա հետ կապված, հա, մեծ հարցեր ունենք դրա հետ կապված եւ ուշ թե շուտ պիտի անդրադառնամ նաեւ մեր արցախցի քուրերին եւ եղբայրներին, իրենց անցած խնդիրներին ու հարցերին դեռ ռեփում եմ մեջս, դեռ ուզում եմ հələ մինչև վերջ հասկանամ ինչ պետք է անեմ, ոնց պետք է, ինչը գիտեմ, ոնց պետք է անեմ։ Նաև դուք իրականացրել եք բարեգործական ծրագիր, սովորեցնում եք հենց արցախցի երեխաներին, նրանք հետաքրքրվածության մասին մի փոքր կպատմեք, ինչ սովորեցին ձեզանից, ինչ հոգեվիճակով են եկել եւ ինչ փոխվեց նրանց մեջ սովորելու ընթացքում։ Ուրեմն Ձիակոնյա բարեգործական հիմնադրամի հետ միասին այդ նախագիծը իրականացնում ենք, երկրորդ խումբն է արդեն, հուսով եմ, որ շարունակական կլինի։ Ինքը երկու կոմպոնենտ ունի իր մեջ, բացի նրանից, որ մենք սովորեցնում ենք, մենակ ես չեմ, հա, իմ ընկերներից էլի մարդկանց եմ, ինձ են դիմել, բայց ես որոշեցի, որ դա շատ լուրջ է պետք անել, քանի որ խնդիրը լուրջ է իրականում, եւ հրավիրեցի իմ ընկեր լուսանկարիչներից էլի իսկական լավ լուրջ լուսանկարիչներից, հա, դա Հակոբ Նաբերբերյան, Վաղինակ Ղազարյան, Արտաշես Մարտիրոսյան, իմ անուններ եմ ասում, որոնք իրականում շատ հայտնի են լուսանկարչական բնագավառում ու շատ լուրջ մարդկանց մասին է խոսքը։ Առաջինը դա այդ կրթություն տալն է, որը որ կարող է իրենց համար փեշակ կոպիտ ասած, հա, դառնալ, եւ շատ կարեւոր մաս է այդ արտ թերապիան նաեւ, որտեղ ինքը իրանով նոր հետաքրքրություն է, իսկ այդ մարդկանց զբաղվելու, նոր բանով զբաղվելու նաեւ կարծում եմ կարիք կա էլի, ինչ որ մի հետաքրքիր, իսկ արվեստը բուժում է էլի։ Այ գեղանկարչությունը ունի թերապիա, կարծես լուսանկարչությունը իհարկե, տենց մշակած չի որպես թերապիա, բայց եթե դու այդ ֆոտոխցիկը ձեռքդ գնում ես ու ինչ որ բաներ ես մանգալի արտահայտվում ես, մեջից բան ես բաց թողում, դա իհարկե դա լինի վիճ, դա լինի ուրախություն, մեկը դու էմոցիա ես տալիս ու վերցնում։ Նաև երբ որ խոսում ենք նոր նախագծերի մասին, կարող ենք սպասել նաև ցուցադրությունների ձեր նկարների ապագայում։ Դե ժամանակ առ ժամանակ լինում է, ապրիլի մեջ ունեցել եմ, հա, իմ ծնունդը այդ ֆորմատով արեցի, ցուցահանդես արեցի։ Այս պահին չունեմ որոշած կոնկրետ բան, բայց ժամանակ առ ժամանակ անպայման նմանատիպ բաներ լինում են։ Նաև մեր թեման, մեր զրույցը ամփոփելով, ես կցանկանայի նաև խորհուրդ տալ այն երիտասարդներին, ովքեր նոր են ուզում մուտք գործել այս ասպարեզ, ինչ ձեր կողմից փորձից մի փոքր կիսվեք, ինչ անել, որպեսզի հաջողության հասնեն։ Սովորել։ Ես ցավոք սրտի ես ունեցել եմ շատ լավ վարպետներ, բայց իմ վարպետները չեն եղել լուսանկարիչներ։ Իմ վարպետները եղել են կինոօպերատորներ, եղել է առաջինը Յավորյանը Պարաջանովի օպերատորը, կարճ ժամանակ մի քիչ ու ավելի շատ երկար, իմ շատ հարազատ ընկեր դարձած, ավագ ընկեր դարձած, Աթոյանց Լևոնը կինոօպերատոր, որոնցից ես շատ բան եմ սովորել, բայց ցավոք սրտի ես չեմ ունեցել ու այն ժամանակ մենք չունեինք լուսանկարչության դպրոցներ, հա, որտեղ կարող էին մասնագիտական ու ես իմ ճանապարհ անցել եմ երկար եւ բարդ։ Հիմա փառք Աստծո կան լուսանկարիչներ, որոնք որ դասավանդում են, եթե շատ ավելի հեշտ է լինում, երբ որ դու մասնագետից բան ես ստանում։ Շատ ավելի կարևոր է, երբ որ կիսվում է քո հետ, դու դա չի նշանակում, որ պետք է անես այն ինչը ինքն է անում։ Դա նշանակում է, որ դու պետք է իրանից ստանաս այն ինչ որ քեզ կարևոր է ու անես քո ձևով։ Խորհուրդ կտամ ընտրել դասատուին լուսանկարչության, որովհետև շուկայում ցավոք սրտի ունենք մի քիչ բան է էլի մեր մոտ դարել, այդ նորաձև է դարել, այսինքն մարդը մտածում է, որ ինքը կարող է այն օրը բառացիորեն բան եմ տեսել, հիմա չեմ ասի ով էր ինչ էր բան, բայց
ամեն ինչ սովորեցնում են անգլերեն լեզվից մինչև լուսանկարություն, էլի, ասենք եթե Միայն բիզնես է այս։ Հա, այսքան այնքան որ փողը տան մարդիկ կարևոր չի, սովորեցնես, չէ՞, դա մեծ պարտավորություն է։ Ես մեծ պարտավորություն եմ զգում իմ ուսանողների հանդեպ։ Եթե ես ինչ-որ մի բան ինձ ասում են, այս բանն էլ կարող եք սովորեցնել, ենթադրենք, ասում եմ, չէ, ես այս բանը գալիս են ասում են, դե վիդեոել կսովորեցնեք, չէ, որ ասենք կարելի է, չէ, մտածել, որ հա դե վիդեոել կսովորեցնեմ, փողը ավել կվերցնեմ, չէ, ես ոնց կարող եմ մի բան սովորեցնել, որ ես թերի գիտեմ, որ ես խորացված չգիտեմ, ես կարող եմ շատ բաներ վիդեոյով նկարել, բայց ես դրա մասնագետը չեմ, ուր մնաց սովորեցնեմ։ Ես კი դրա նկարման պատվեր չեմ վերցնի, հա, ու անպայման սովորել, կարդալ, լսել լավ երաժշտություն, դա մի հատ sense բանա background-ա գալիս, որը ոչ ձեր աշխատանքների մեջ ձեզ կօգնի, սիրելի սկսնակ գոլեգաներ։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ, իսկ այս պահին առաջարկում եմ լսենք երաժշտություն եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ ասեմ, որ այսօր մայիսի 21-ին նշվում է նաեւ տիեզերքի համաշխարհային օրը։ Տիեզերքն ընդհանրական տերմին է, որը վերաբերվում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին, միջգալակտիկական տարածություններին։ Գիտության մեջ տարբերվում է տեսանելի տիեզերք եւ տեսական տիեզերք հասկացությունները։ Քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ընդ որում, տիեզերքը որքան ավելի հեռավոր հատվածներն ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է լինում պատկերը։ Եվ ներկա տվյալներով տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսնային տարի։ Ըստ մեծ պայթյունի տեսության, տիեզերքն առաջացել է 13798 միլիարդ տարի առաջ, երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկական գոյություն ունեցող ամեն ինչը։ Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ հասնում է միլիարդավոր տարիների ընթացքում։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման այս հատվածում առաջարկում եմ տեղափոխվենք Հարավային Ասիայի սիրտը Ֆիլիպիններ։ Սա մի երկիր է, որ աչքի է ընկնում իր հարուստ մշակույթով եւ գունեղ ավանդույթներով։ Ֆիլիպինները այն եզակի վայրերից է, որտեղ արևելքն ու արևմուտքը խաչվում են ձևավորելով մի յուրահատուկ ինքնություն։ Իսկ հիմա միասին առաջարկում եմ դիտենք պատրաստված ռեպորտաժը։ Հեռավոր հարավ-արևելյան Ասիայում տեղակայված այս հրաշալի երկիրը բաղկացած է 7000 կղզուց։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը եւ մշակութային ինքնատիպությունը։ Ֆիլիպինները գտնվում են Խաղաղ օվկիանոսի հրեօղակում, ինչով պայմանավորված է նրանց հրաբխային ծագումը եւ ռելիեֆի լեռնային բնույթը։ Կղզախումբը գտնվում է հասարակածից ոչ մեծ հեռավորության վրա, ունի արևադարձային բուսական եւ կենդանական հարուստ աշխարհ, որտեղ գերակշռում են թռչունները եւ սողունները։ Ֆիլիպինների անվանումը կապված է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի անվան հետ։ Ֆիլիպինների առաջին բնակիչների ծագման վերաբերյալ մի քանի տեսություն կա։ Ըստ մի տեսության ֆիլիպինցիների նախնիները տեղական ծագում ունեն։ Վիլհելմ Սոլհեյմի ֆիլիպինցիների նախնիների ծագման մասին տեսությունը նշում է, որ ժամանակակից ֆիլիպինցիների նախնիները այստեղ զարգացել են մեր թվարկությունից առաջ 4800-ից 5000 թվականներին։ Ավստրոնեզիայի տեսությունը ասում է, որ մալայո պոլեզինցիները կղզիներ են եկել Թայվան կղզուց մեր թվարկությունից առաջ 4000 թվականին եւ աստիճանաբար տեղահանել են տեղի բնակչությանը։ 5-րդ դարից սկսած ժամանակակից Ֆիլիպինների տարածքում ձևավորվեց տարբեր մշակույթների եւ ազգությունների խառնուրդների վրա հիմնված քաղաքակրթություն։ Ֆիլիպինների տարածքի մոտ կեսը ծածկված է արևադարձային անտառներով, որոնցում գերակշռում են արմավենիները, կաուչուկի ծառերը, բամբուկը, խոլորձը եւ դարչինը։ Ծովի մակարդակից ավելի քան 1200 մետր բարձրության վրա աճում են թփուտներ եւ մարգագետիններ։ Մակերևույթի մոտ 3/4-ը զբաղեցնում են լեռներն ու սարավանդները։ Լեռնաշղթաների միջև բարձրությունը մոտ 2000 մետր է, առավելագույնը 2954 մետր։ Ֆիլիպիններում կան ավելի քան 10 գործող եւ բազմաթիվ հանգած հրապուխներ։ Ափագծերը չափազանց կտրտված են։ Ընդերքը հարուստ է պղնձի, նիկելի, կոբալտի, սնդիկի, երկաթի, մանգանի պաշարներով։ Կան նաեւ ածխի, բնական գազի հանքավայրեր։
Կլիման հասարակածային է, հյուսիսում մերձհասարակածային, մուսսոնային։ Աշնանը հաճախակի են թայֆունները, որոնք երբեմն մեծ վնաս են պատճառում։ Գետերը կարճ են, ունեն պոտենցիալ մեծ հիդրոռեսուրսներ։ Հողածածկույթում գերակշռում են լատերինտային տիպի կարմրահողերն ու դեղնահողերը։ Ֆիլիպինների տարածքի 46%-ը ծածկված է անտառներով։ Ֆիլիպիներում խոշոր կաթնասուններ չկան, հանդիպում են կապիկներ, լեմուրներ, թռչող շներ, մանր եղջերուներ, ֆիլիպինյան բրդեթևիկ անտառային կատուները։ Ֆիլիպինյան կղզիներում ապրող կենդանիներից ավելի տարածված են եղնիկները, մանգուսը, վայրիխոզը, քան մյուսները։ Երկրի կենդանական աշխարհը բնութագրվում է թռչունների եւ սողունների լայն տեսականիով։ Ափամերձ ջրերում հանդիպում են ձկների եւ խեցեմորտների բազմաթիվ տեսակներ։ Վերջիներիս մեջ հատկապես աչքի են ընկնում խեցեմորտները, որոնք ընդունակ են գոյացնել մարգարիտներ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտյան թողարկումը մոտենում է իր ավարտին, իսկ մինչ ձեզ հրաժեշտ տալը նշեմ, որ չինական ստարտափը Սաուդյան Արաբիայում բացել է աշխարհում առաջին կլինիկան, որտեղ արհեստական բանականությունը ախտորոշում է հիվանդներին, ինչը առողջապահության առաջնային օղակում բժիշկներին փոխարինելու կարևոր քայլ է։ Փորձնական ծրագիրը գործարկվել է ապրիլին։ Նախագծի ընթացքում վիրտուալ բժիշկները ինքնուրույն ախտորոշում են հիվանդներին եւ դեղատոմս գրում, ինչը դա կաներ սովորական բժիշկը։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը։ Շնորհակալ եմ, որ հետևում էիք մեզ։ Ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։